Խելոք նկատի ունեմ ուղղակի առանց այս Հայաստանի էլեկտրական ցանցերին լիցենզիայից զրկելու հարցի քննարկումից առաջ ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազենյանը համոզմունք է հայտնում. հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գնալու է հեծին լիցենզիայից զրկելու ճանապարհով։ Ենթադրվում է, որ ճիշտ եմ, ինչի համար։ Մի սկանդալային հայտարարություն է անում Ղազենյանը։ Ինչ որ մեկը կասեր, որ Նա տեղեկություն ունի, որ ՀՑԿՀ-ն շատ ներկայացուցչական կազմով վերջերս Թուրքիայում է եղել։ Կասկածում է, որ հեծի համար գնորդ է փնտրում իշխանությունը։ Ես ինֆորմացիա եմ ունեցել, որ հանձնաժողովի անդամները հոկտեմբերին եղել են ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում հոկտեմբերին։ Դրա հիմքով եք, պարոն Ղազենյան, պնդում, որ այդպես գործարքել լինել։ Ոչ միայն, նաև աշխարհաքաղաքական։ Ում է ձեռք տալիս սա ունենալը։ Հնարավոր է ռազմավարական նշանակության հայկական ընկերությունը վաճառվի թուրքերին։ Հեծի ժամանակավոր կառավարիչ ԿՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը հարցին ուղիղ չի պատասխանում։ Ձեզանից շատ-շատերը տարբեր երկրներում են եղել։ Վարկած կա, որ դուք ֆինանսավորում եք այդ երկրներից։ Կարամ տես պնդում անեմ ես։ Չեմ կարող, չէ՞ պնդում անեմ։ Ռազմավարական օբյեկտի հետակա ճակատագիրը բացառապես կանխորոշվելու է ՀՑԿՀ ընդունած, որ այսօրվա կամ գուցե հետաձգված միջև ամսի 18-ը մաքսիմում որոշման բովանդակությունից։ Իսկ ինչ գործ ունի Ռոմանոս Պետրոսյանը այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ Մինչև նիստի պաշտոնական մեկնարկը լարվում է դրությունը դահլիճում։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչների պնդմամբ Պետրոսյանը չպետք է ներկա լինի նիստին, որովհետև վարույթը առնչվում է հեծի սեփականատերերին։ Պետրոսյանը վրդովվում է, երբ լրագրողները փորձում են պարզել ինչու է եկել։ Մինչև հանձնաժողովի անդամը կներկայացներ 171 էջանոց վարույթը, Տաշիր կապիտալի ներկայացուցիչը ՀՑԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին բացառք հայտնելու միջնորդություն է ներկայացնում։ Կարող ենք արձանագրել, որ դրանք ինքնին կաշկանդող գործոն են հանդիսանում հանրային ծառայությունների։ Փաստաբան Վարդան Ալոյանը մի շարք հիմնավորումներ է ներկայացնում, թե ինչու Մեսրոպյանը չի կարող մասնակցել հեծի ճակատագրին նվիրված քննարկմանը։ Պնդում է, նա կողմնակալ է, ամուր կապեր ունի իշխող ուժի հետ եւ ինքնուրույն չի գործել Ռոմանոս Պետրոսյանին հեծ ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշում կայացնելիս։ Տեխնատու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարությանը։ Մեսրոպյանը զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը, ժամանակին հայտարարել է, որ քաղաքականությամբ է զբաղվում։ 2023 թվականից քաղաքացիական պայմանագրի անդամ էր, իսկ այդ կուսակցության առաջնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոսյանի նշանակումից դեռ մեկ ամիս առաջ էր հայտնել հեծը պետականացնելու իր մտադրության մասին։ Ուսումնասիրելով Մեսրոպյանի անձ հետ կապված օբյեկտիվ գործոնները կարող են արձանագրել նաև, որ համացածում արկա տեղեկությունների եւ վերջինիս տրված հայտարարություններից բազ է դառնում, որ վերջինս խնամիական կապի մեջ է գտնում քաղաքացիական պայմանագրի կուսակցության հիմնադիր անդամներից Սասուն Միքայելյանի հետ։ Բացառքի միջնորդությունը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 4 անդամները մերժում են Տաշիր կապիտալի միջնորդությունը։ Բացառքի միջնորդություն։ Մեսրոպյանը գլխավորում է հեծին լիցենզիայից զրկելու օրակարգով ՀՑԿՀ նիստը։ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, թե իր նշանակումից հետո արված ուսումնասիրությունների արդյունքում են խախտումներ բացահայտվել հեծում։ Ըստ նրա, նախկին ղեկավարությունը դրանք թաքցրել է։ Նախկին ղեկավարները հեծի եւ կառավարիչները գուցե հակված չեն եղել, այսպես ասած, իրենց ներքին խոհանոցը հասու դարձնել իրապահ մարմիններին եւ բոլոր խախտումները, առերևույթ իրավախախտումները պարզապես որևէ կերպ թաքցվել ու քողարկվել են հեծում։ Հեծի նախկին ղեկավարները չեն ընդունում խախտումների մասին մեղադրանքները։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչը հանձնաժողովին առաջարկում է Ռոմանոս Պետրոսյանի եւ հեծում նրա նշանակած աշխատակիցների դիրքորոշումը չընդունել որպես ընկերության պաշտոնական դիրքորոշում։ Ովքեր են վարչական վարույթի մասնակիցները։ Ովքեր են վարչական վարույթի մասնակիցները։ Հանձնաժողովին հարցնում է Դավիթ Ղազենյանը, հասկացնելով, որ Ռոմանոս Պետրոսյանը իրավունք չունի մասնակցել քննարկմանը։ Հանձնաժողովի աշխատակազմի գնահատմամբ Հայաստանի էլեկտրական ցանցերը փակ բաժնետիրական ընկերությանը ներկայացնում են եւ ընկերության անունից հանդես գալու իրավունք ունեն, ինչպես էլեկտրական ցանցեր Հայաստանի էլեկտրական ցանցերի փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը, այնպես էլ ժամանակավոր կառավարիչը։ Տաշիր կապիտալը պնդում է, որ խախտումների որևէ փաստարկ չկա եւ հեծին լիցենզիայից զրկելու գործընթացը զուտ քաղաքական է, բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։ Թերեզա Կադաևչյան, Աննա Գյուլնազարյան, Նորայ Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուշ։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։